Փառք Աստծուն ձեր բոլորի համար։ Այստեղ ով գտնվում է այստեղ եկեղեցում, ես հավատում եմ ինչ որ մեկի աստվածապաշտությանը լուրջ վերաբերվելու արդյունքն է։ Ես հավատում եմ ինչ որ մեկի զոհի արդյունքն է, որ դու այստեղ ես այսօր, որ դու Աստծունն ես, որ դու Աստծո սեփական ժողովուրդն ես։ Ինչ որ մեկը գին է վճարել, ինչ որ մեկը լուրջ է վերաբերվել իր կոչմանը, ինչ որ մեկը մեծ զոհաբերություն է արել, որ այսօր դու այստեղ ես։ Այսօր խոսալու եմ ճշմարիտ լուրջ աստվածապաշտության մասին։ Բոլորս գիտենք, որ աստվածապաշտությունը դա խաղ չի։ Բազմիցս այստեղից լսել ենք։ Դա ձևականություն չի։ Դա կյանք է, դա սրտի դիրք է Աստծո առաջ։ Նախ ասեմ ժողովուրդ ջան, ինչ որ խոսելու եմ, հենց առաջինը ինձ է վերաբերվում, այնպես չի որ այստեղ եկե կանգնել եմ հոգևոր կյանքում ես իմ այլ ունեմ։ Ես էլ ունեմ սխալներ ու այս քարոզը հենց ավելի շատ ինձ է վերաբերվում, քան թե դեզանից յուրաքանչյուրի։ Ես չեմ եկել խրատ տալ, ես եկել եմ կիսվեմ նրանով, ինչ որ Աստված խոսել է ինձ հետ, ինչ որ հասկացել եմ Աստծո խոսքից։ Կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք, որ Աստված չի գործում մակերեսային հոգևորների հետ կամ գաղջ հոգևորների հետ։ Գաղջը մի քիչ ուրիշ թեմա է, բայց մակերեսայինի վրա եկեք կենտրոնանանք։ Պատկերացրեք, ինչ որտեղ գնացել եք գործի ընդունվեք, ձեզանից չի պահանջվում փորձ։ Փորձ ունենալը ցանկալի է, բայց չի պահանջվում շատ մեծ փորձ։ Դուք պետք է գնաք, մի հատ փորձաշրջան անցնեք ու ընթացքում այդ գործին ընտելանալով դառնաք այդ գործի վարպետ։ Տնօրենի հետ խոսում եք, փորձաշրջանը անցնում եք ու սկսում եք աշխատել, բայց տնօրենը գալիս է տեսնում է, օրինակ, մի տարի աշխատում եք արդեն իր մոտ, բայց հլեն ստաժորի մակարդակի եք։ Ինչ եք կարծում, այդ տնօրենը ձեր հետ շարունակի աշխատել, թե ոչ։ Կարծում եմ չի շարունակի աշխատել։ Երևի 2 ամսից էլ հենց հասկանա, որ առաջ չեք գնում կհանի գործից։ Մենք գործին շատ լուրջ ենք, չէ՞ վերաբերվում։ Գնում ենք գործի ու լավ էլ մեր գործը անում ենք։ Լավ սովորում ենք գործը, քանի որ դրա համար մեզ փող են տալիս, դրա համար մենք կարողանում ենք մեր ընտանիքը պահենք։ Բայց ինչի գործին sense լուրջ ենք վերաբերվում, բայց աստվածապաշտությանը չենք կարողանում լուրջ վերաբերվել։ Ինչու ենք մնում նույն մակարդակին, ոնց որ կայինք հենց նոր ապաշխարելուց։ Կարծում եք Աստված կգործի, դա մակերեսային աստվածապաշտություն է։ Աստված 2 Օրինաց 10:12-ում ասում է. ինչ է պահանջում մեզանից Աստված։ Աստված պահանջում է, ժողովուրդ ջան։ Իսկ եթե Աստված պահանջում է, դրա հետ անլուրջ վերաբերվելը ինձ թվում է մինիմում անմտություն կլինի։ Աստված պահանջում է մեզանից, որ լինենք աստվածավախ, վախենանք Տիրոջից, Աստծուց, քայլես նրա ճանապարհով, գրած է այստեղ։ Ինչ է պահանջում, միայն թե քու Տեր Աստծուց վախենաս, նրա ճանապարհների մեջ քայլես, նրան սիրես ու նաև քո բոլոր սրտով ու քո բոլոր հոգովդ քո Տեր Աստծուն պաշտես։ Քո բոլոր սրտով ու քո բոլոր հոգիով պաշտես ու սիրես Աստծուն։ Աստված պահանջում է։ Տնօրենն էլ է պահանջում, որ դու լավ աշխատես։ Բայց Աստծո պահանջը ուրիշ է։ Աստծո պահանջին պետք է ավելի լուրջ վերաբերվենք։ Աստված չի ասում քո կեսը տուր, քո ավելացածը տուր, քո ավելացած ժամանակը նրան պետք չի։
Դրան քո ամբողջ ժամանակն է պետք ու քո ամբողջ սիրտը։ Քնենք, արդյոք մենք այսօր այդպիսին ենք, ամբողջ սրտով Աստծուն պաշտում ենք։ Մեր լավագույնն ենք տալի Աստծուն, թե ինչ որ ավելանում է նրանից ենք տալի։ Միտեղ էլ ասում է Աստծո գործը թուլության բանողը անիծյալ լինի։ Սրանք լուրջ խոսքեր են, ժողովուրդ ջան, սրանց շատ լուրջ պիտի վերաբերվենք։ Եթե մենք ընտրել ենք այս ճանապարհը, մենք պիտի լրջությամբ վերաբերվենք մեր կոչմանը, մեր ծառայությանը, մեր աստվածապաշտությանը։ Մենք միշտ կարիք ունենք հիշելու, որ Աստված մեր ներսը տեսնում է, մեր ծածուկը գիտի։ Միշտ ամեն վարքյան մենք կարիք ունենք հիշելու, որ Աստված տեսնում է մեր ծածուկը։ Աստված ձևին չի նայում։ Աստված ձևական աստվածապաշտություն չի ուզում։ Նա գիտի մեր սրտում ինչ կա։ Ինչպես Մատթեոս 5:8-ում ասում է, այս ժողովուրդը ինձ բերանով է մոտենում ու շրթունքներով է պատվում, բայց իրանց սիրտը հեռացած է ինձանից։ Ձևական աստվածապաշտությունը դառնում է դատարկ կրոն, որի մեջ չկա սեր, չկա հնազանդություն, չկա վախ Աստծո նկատմամբ։ Այստեղ մի հատ սելա, որ ասում է Սաղմոսների մեջ սելա։ Հարց. Արդյոք մեր հավատքը իրական է։ Մեր աստվածապաշտությունը իրական է, թե սովորություն է կամ ձև է։ Գիտեք, իրական լուրջ աստվածապաշտությունը երևում է մեր կյանքում կայացրած որոշումներից, մեր քայլերից, մեր ընտրություններից։ Մենք պիտի տարբերվենք աշխարհիկներից, ժողովուրդ ջան։ Դա պահանջում մեզանից Աստված։ Գիտես, եթե ամեն քայլը անելուց առաջ մի հարց տաս քեզ, գիտեք որն է այդ հարցը։ Արդյոք ինչ որ ես հիմա անում եմ կամ պատրաստվում եմ անել, ավելի ճիշտ կլինի, որովհետև անելը արդեն պետք չի հարցնել։ Ինչ որ ես պատրաստվում եմ անել, հաճելի է Աստծուն, թե ոչ։ Գիտեք, եթե այս հարցը ամեն քայլից, ամեն որոշումից, ամեն խոսքից առաջ ասենք, մեր կյանքում ահագին բաներ կփոխվեն։ Հնարավոր է մենք շատ լավ զբաղմունք ունենանք, շատ լավ աշխատանք ունենանք։ Մեղք չլինի դա, բայց եթե դա գրավի Աստծո տեղը, դրան ավելի շատ ժամանակ տանք, քան Աստծուն, դա լուրջ աստվածապաշտություն չէ։ Աստվածապաշտությունը պահանջում է լուրջ զոհեր։ Քո կյանքում զոհեր կան, մեծ զոհաբերություններ կան քո կյանքում։ Եթե չկան, պետք է վերանայես քո աստվածապաշտությունը։ Երկրորդ Թագավորաց 24-րդ գլուխը շատերդ կիմանաք, երբ որ Դավիթը որոշեց իր զորքին հաշվի, մարդահամարանի, Աստծո դուրը չեկավ դա։ Հրեշտակին ուղարկեց, տասնյակ հազարավոր մարդիկ ժանտախտից մահացան, հրեշտակը կանգնել էր Ոռնայի կալի մոտ, ձեռքը մեկնել էր ու սպանում էր։ Դավիթը որոշեց զոհ մատուցի Ոռնայի կալում։ Ոռնան եկավ, ասեց Դավիթ, ես այս ամբողջը քեզ տալիս եմ, հենց այնպես ձրի։ Հիշում եք Դավիթը ինչ պատասխանեց։ Ասեց ձրի չեմ ուզում։ Ու ահագին արծաթ տվեց։ Մի քանի միավորին ինչ են ասում։ Տաղանդ, մի քանի տաղանդ արծաթ տվեց։ Կարելի է այստեղ ասել, որ Դավիթը ասաց, որ Աստծուն չի մատուցանի այն,
ինչ իրեն ոչինչ չի արժեցել։ Գիտեք, ինչը մեր համար ոչինչ չարժի, առավել եւս Աստծո համար ընդհանրապես ոչինչ չարժի։ Մի բան պիտի արժենա քո զոհը, եթե դու ուզում ես լուրջ աստվածապաշտություն ունենաս։ Լուրջ աստվածապաշտությունը լուրջ զոհաբերություն է պահանջում։ Կլինի ֆինանսի, նյութական, կյանքի, ժամանակի։ Անլուրջ հավատքը բերում է հոգևոր սառնություն, աղոթքի բացակայություն, մեղքի հանդեպ անզգայություն ու Աստծուց հեռացում։ Եկեք լուրջ վերաբերվենք, որովհետև Աստված պահանջում է մեզնից լուրջ վերաբերվել։ Ճիշտ է, նոր կտակարանում չկա, որ Աստված պահանջում է, բայց որ Աստված ասում է, այս արա, դա արդեն Աստծո կողմից հրաման է ուղղված։ Պատվեր է, պահանջ է, ոնց ուզում ես ընդունի, պիտի անես։ Եթե մենք ամբողջ սրտով նվիրվենք Աստծուն, մենք կտեսնենք փոփոխություններ։ Աղոթքը կդառնա կենթանի։ Շատեր եք չէ՞ զգացել դա։ Երբ որ տկարացած վիճակից ուզեցել ես զորանաս, գնացել ես, աղոթել ես ու իրոք զգացել ես, որ երկինքը բացվել է։ Զորանում ես դու աղոթքից հետո։ Կենթանի է դառնում աղոթք։ Եղել է, որ աղոթում ես, փագ է, չկա։ Խոսքի հայտնություն կունենանք։ Մեղքի վրա կիշխենք, ոչ թե մեղքը մեր վրա կիշխի, ու մեր կյանքը իմաստ կունենա։ Հակոբոս 4:8-ում ասում է. մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Աստված հեռու չի, մենք ենք հեռանում Աստծուց։ Անառակ որդին երբ որ գնաց, հայրը իր մոտ էր, նա հեռացավ հորից։ Այնքան ժամանակ մինչև ընկավ, լավ ընկավ ու ինքը մոտեցավ հորը։ Հայրը կանգնած սպասում էր, Աստված էլ մեզ սպասում է, մեր մոտենալուն սպասում է։ Հայրը կանգնած նայում էր ճանապարհին, տեսավ որդին գալիս է հեռվից, ինքը վազեց որդու մոտ։ Գիտեք, Աստված եթե տեսնի քո սիրտը, որ դու ուզում ես դրան գնալ, ինքը կգա քեզ ընդառաջ, հավատա։ Ու գործի։ Ինչպես հայրը իր որդուն իր կոչումը վերականգնեց, տալով նրան մատանին մատին դրեց, կոշիկներ հագցրեց, պատմուճանը հագցրեց ու վերականգնեց որդիական կոչումը։ Աստված քեզ չի կանչել, որ լինես ուղղակի հավատացյալ։ Ես կատակով 3 կատեգորիա եմ ասում։ Կա հավատացյալ, սովորական, հավատանցյալ գցած, մեկ էլ նվիրյալ հավատացյալ։ Եկեք ոչ հավատանցյալ լինենք, հավատնանցյալ գցած չլինենք, ոչ սովորական հավատացյալ լինենք, այլ նվիրյալ հավատացյալներ լինենք։ Աստված դա է մեզանից ուզում, որ մենք նվիրվենք, մենք ծառայենք, մենք տրվենք իրան, ով չի ծառայում, մտնի մի ծառայության մեջ ու լավ անի իր գործը, թուլությամբ չանի իր գործը։ Մենք նվիրյալ հավատացյալներ պետք է լինենք, ոչ թե ձևով, ոչ թե միայն խոսքով, բերանով, շրթունքներով, այլ կյանքով ու ամբողջ սրտով։ Մեր ամբողջ սիրտը պիտի պաշտի Աստծուն։ Ճշմարիտ երկրպագություն պիտի բարձրացնենք։ Այդ թող մենք լինենք այն մարդիկ, ովքեր առանց խղճմտանքի ու առանց վախենալու կասեն. Տեր, իմ ամբողջ կյանքը քեզ է պատկանում եւ ամբողջ սրտով քեզ պաշտում ու սիրում եմ։ Ինչպես նա է պահանջում։ Եկեք կանգնենք աղոթենք։ Օրհնում ենք քեզ մեր Աստված, փառք ենք քեզ տալիս, Տեր։ Շնորհակալ ենք քո խոսքերի համար, Տեր ջան, որ կյանք է տալիս մեզ, Տեր իմ Աստված ջան։ Թող այս խոսքերը ուղղակի չլսենք, Տեր, այլ ապրենք այս խոսքերով, Տեր իմ Աստված ջան։
Թող մեր կյանքը փոխեն այս խոսքերը Տեր իմ Աստված ջան։ Մենք քեզ ասենք այո եւ ամեն Տեր իմ Աստված։ Եվ քո բոլոր պահանջներն ու պատվերները կատարողներ լինենք Տեր ջան, որ մակերեսային չլինենք, այլ ճշմարիտ լուրջ աստվածապաշտներ լինենք, հավատացյալներ լինենք Տեր իմ Աստված ջան։ Գոհանում ենք քեզանից Տեր եւ հավատում ենք, որ դու մեր աղոթքները լսում ես, հավատում ենք, որ պիտի պատասխանես Տեր, որովհետեւ մինչեւ այսօր պատասխանել ես Տեր ջան։ Շնորհակալ ենք ամեն բանի համար Տեր։ Փառք, պատիվ, օրհնանք քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Ամեն։